Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ազատություն։ Մի ճշտում հետո հարցս տամ, գնում եք դիմավորելու Դավիթ Համբարձումյանին, որտեղ ունեք կասկածներ, որ կարող է հենց Վարդնոցում նրան ձերբակալեն, դրա համար եք գնում դիմավորելու, թե ուղղակի ընկերական։ Եթե մենք առաջադրել ենք պարոն Համբարձումյանին վարչապետի թեկնածու, եթե ինքը հանդիսանում է կուսակցության խորհրդի անդամ եւ իր հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում օգտագործելով ուժային համակարգ, ինչպես եւ բոլոր նմանօրինակ նախորդ դեպքերում մենք փորձում ենք լինել մեր ընկերոջ կողքին։ Չէ, ընդհանրապես հարցում եմ, որ ունեք այդպիսի մտավախություն, որ կարող է Վարդնոցից տանել, դրա համար էլ գնում եք։ Եվ ձեր տեսակետն էի ուզում հարցնել մյուս խմբակցություններին այդ հարցը ուղղել եմ։ Ի վերջո դուք ինչպես եք տեսնում հանգուցալուծումը եկեղեցի իշխանություն այս դիմակայության հարցում։ Իշխանությունն ասում է, որ կլինի երկխոսություն, բայց բացառապես կաթողիկոսի հեռացման հարցով ձեր գնահատականը ինչպիսին է։ Գիտեք, ես լինելով հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ, շատ չեմ սիրում քաղաքական գործընթացներում հավատքի հետ կապված քննարկումները, բայց ինձ ստիպում են դա անել, դուք չէ իշխանությունները։ Ինչպես եմ պատկերացնում հանգուցալուծումը իշխանության խոնարհությամբ, որովհետև ես եկեղեցու հետ այլ շփում, քան խոնարհությունը մի քիչ լավ չեմ պատկերացնում։ Ի տարբերություն իմ շատ գործընկերների, ես չեմ կարող մեջբերումներ երկար անել Աստվածաշնչից կամ ավետարանից կամ սաղմոսներ կարդալ, բայց դրանից իմ հավատքը որևէ կերպ չի փոխվում։ Ես կարծում եմ, որ ցանկացած ոք, ով իրեն համարում է հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ, պիտի խոնարհությամբ մոտենա եկեղեցու։ Կարծում եմ, որ հանգուցալուծումը պիտի լինի բացառապես այդ տրամաբանության մեջ։ Ակնկալել, որ դա կանեն Փաշինյանենք, նաիվություն է, իսկ ես նաիվ մարդու համբավ երբևէ չեմ ունեցել։ Ինչ վերաբերվում է ձեր նշածին, որ իրանք կքննարկեն եւ այլն, ես շատ խնդրում եմ մեր քաղաքացիներին հիշել 18 թվականը։ Մի հատ տղա կար, որ ասում էր կամ ինքը կլինի Հայաստանի վարչապետ կամ Հայաստանը վարչապետ չի ունենալու։ Ես որևէ ցույցի մասնակցի, որևէ մեր մոլորված եղբորը կամ քրոջը չեմ մեղադրում։ Իրենց խաբել են։ Ժողովուրդը սխալվել չի կարող։ Ժողովրդին մեղադրել չի կարելի։ Բայց շատ խնդրում եմ։ Կա որևէ մեկը, որը համարում է, որ 18-ից հետո տեղի ունեցած իրադարձությունները ամբողջական արդյունքում լավ բանի են բերել։ Մենք Արցախ չունենք։ Մեր տարածքից 200 կիլոմետրից ավել տարածք է օկուպացված։ Միջազգային բանակցություններով մեր հետ երրորդ ձեռքով են խոսում։ Հայաստանի պետության վարչապետի աթոռին նստած մարդուն էլ անվանում են մյուս տղան։ Այ հիմա շատ խնդրում եմ, ուղղակի այդ երկու զուգահեռը տանել։ 18-ին մեկը կարող ասում էր կբանակցի միայն հրաժարականի մասին, եւ եթե ինքը չլինի վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենալու, ու հիմա էլի մեկը կա, որը ասում է կբանակցի վեհապար հայրապետի հետ, պատկերացնեք այդ նախադասությունը, կբանակցի վեհապար հայրապետի հետ, իր հրաժարականի հետ կապված։ Ու կարծում եմ, որ այդտեղ իմ կարծիքը բացարձակ էական չի։ Շատ ավելի էական է, թե մեր քաղաքացիները, մեր քույրերն ու եղբայրները այդ հարցի շուրջ ինչ կարծիք ունեն։ Կիրակի օրը Հովանավանքում երևաց, թե ինչ կարծիք ունեն մեր քաղաքացիները, այնպես որ իր փոքր խմբակը թող վերցնի ու զբաղվի ցանկալի այլ գործողություններով մեր եկեղեցուց հեռու, որտեղ եկեղեցու հետ բացի խոնարհությունից այլ կերպ խոսելու ձև ես չունեմ։ Իրենց խնդիրը եկեղեցին չէ, իրենց խնդիրը կաթողիկոսն է եւ եւս մի քանի հոգեվորական եկեղեցու դեմ իրենք ոչինչ չունեն։ Բայց փաստացի Արշավը եկեղեցու դեմ է, ինչ ուզում է իրանք դա ասեն։ Ազգը։ Մի քիչ փոխեմ իրավիճակը, եթե այս տարվա մոտեցող ավարտին արտահերտ ընտրություններ լինեն կամ լավ եկող տարվա ընտրությունները
որպես ընդդիմադիր գործիչ, ինչպես եք նայում այս հարցին, թե որ ընդդիմադիր ուժը կարող է դոմինանտ դառնալ, որի շուրջ կհամախմբվեն կամ համախմբման գործընթաց կսկսվի եւ առհասարակ ով կարող է մրցակից դառնալ իշխանությանը, որովհետեւ կտոր ընդդիմություն կա, առանձնապես չի երևում մոտակայում համախմբման խնդիր եւ բևեռի առաջացման խնդիր կա։ Դուք ինչպես եք տեսնում դա։ Շնորհակալ եմ հարցի համար, ձեր անձի նկատմամբ հարգանքով պայմանավորված եմ պատասխանում, որովհետև ես եթերև հարցերի չեմ պատասխանում։ Ես չեմ համարում, որ դրա համար ավելի ընդհանրական կպատասխանեմ։ Ես չեմ համարում, որ կտոր եղած ընդդիմություն կա։ Կա ընդդիմություն, որը կարևոր հիմնարար հարցերում ունի նույն կարծիքը, համակարծիք է, որոշ հարցերում տարակարծություն է առկա։ Առնվազն գոնե հայտարարությունների մակարդակով իսկ հիմնական ընդդիմադիր դերակատարների պարագայում նաև գործողությունների մակարդակով հիմնական նպատակը իշխանափոխությունն է։ Մենք համարում ենք, որ դա պետք է անել իմպիչմենտով մինչև ընտրությունները, մեր գործընկերները մի որոշ ժամանակ այլ կարծիքի էին, հիմա միացել են եւ ամենակարևորը իմպիչմենտի գործընթաց ընտրությունների գործընթացին հակադրություն չի։ Ինչ վերաբերվում է թե ով կլինի դոմինանտ, դուք ուղղակի մոտավոր նույնիսկ չեք կարող պատկերացնել, թե ինչքան մեկ են ինձ հիմա քաղաքական ռեյտինգները, որովհետև ես մի տեսակ նույնիսկ ամոթ եմ զգում դրա մասին խոսելուց։ Հիմնական խնդիրը Հայաստանում իշխանափոխություն իրականացնելն է, որպեսզի մեր երկիրը անվտանգ գոյության եւ բարեկեցիկ գոյության հնարավորություն ունենա։ Թե դա ով կանի, դա այդքան էլ հեշտ գործ չի, վստահեցնում եմ ձեզ, ունես չի հերթ են կանգնած են մարդիկ, ովքեր ուզում են, գծիկ կարող են իրականացնել իշխանափոխություն։ Դրա համար հաջողություն եմ մաղթում բոլոր նրանց, ովքեր պատրաստ են դա անել եւ պատրաստ եմ բոլոր հնարավորություններովս եւ դրանից մի քիչ ավելի շատով դրան աջակցել։ Այդպիսի ռեյտինգային բաժանում ես չեմ հետևում, ճիշտն ասած։ Վերջին հարց Իվիկեյա։ Շնորհակալություն, պարոն Մամիջանյան, խնդրում եմ ասել, հնարավոր է, որ մոտ ապագայում փողոցային շարժում նախաձեռնեք ի պաշտպանություն եկեղեցու, հատկապես որ օրերս Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնավորապես հայտարարեց, որ վեհափառ հայրապետը կես բառ ասի ցանկացած եկեղեցում Հայաստանի Հանրապետության ցանկացած կետում մենք պատրաստ ենք այնտեղ կանգնել եկեղեցու դեմ հալածանքները միայն ու միայն ուժեղացնում են եկեղեցուն, ականատեսը կլինենք ի պաշտպանություն եկեղեցու փողոցային ակցիայի։ Շնորհակալ եմ հարցի համար, պատասխանը ձեր հարցի մեջ էր։ Ինչպես նշել է Հայաստանի Հանրապետության պաշտոնատար նախագահ Սերժ Սարգսյանը, մեր քաղաքական ուժի անունից հանրապետականը ոչ թե սպասում է, այլ ենթարկվում է վեհափառ հայրապետի հորդորը շատ մեծ բան է, ընդամենը մեկ կամ արտահայտմանը։ Մենք պատրաստ կլինենք պաշտպանել մեր եկեղեցին փողոցում, քաղաքական հարթակներում, միջազգային կապերով, տեղեկատվական աջակցությամբ, ձեր հարցը փողոցին է վերաբերվում, այո, կլինենք։ Հետևաբար խնդրում եմ հարցը շատ ճիշտ ընկալել պատասխանը։ Սա չի նշանակում պատասխանատվության տեղափոխում։ Ուղղակի հաշվի առնելով եկեղեցու նվիրական արժեքը, հաշվի առնելով, որ որոշ հրաշքների մտքով երբևէ չանցնի, որ այ դուք դա քաղաքական դիվիդենդի համար եք անում, մենք խոնարհաբար պատրաստ ենք ծառայելու մեր եկեղեցուն, պաշտպանել մեր եկեղեցին այն տարբերակով, որը մեզ եկեղեցին կհուշի, իսկ եկեղեցու ղեկավարը վեհափառ հայրապետն է։ Հետևաբար ձեր հարցի մեջ պատասխանը կար, եթե եկեղեցին, եթե վեհափառ հայրապետը համարի, որ այդ թվում նաև փողոցային ակցիաների միջոցով անհրաժեշտ է պաշտպանել մեր եկեղեցին, հանրապետականը կլինի ամենավտանգավոր տեղում։